թե մենք զուգահեռներ տանենք այն քրեական վարույթներում գործերում, որ հիմա մենք ունենք, մասնավորապես խուլիգանությունը, բռնության քարոզը, կոչերը, Միքայել Սրբազանի հետ վերջի անհանդուր ժողականության հոդվածը, անհետ մեղադրանքը, բազմաթիվ այդպիսի գործեր, երբ որ մենք համադրում ենք, տեսնում ենք, գլխի ենք ընկնում, թե ի վերջո որն է այս օրենքի նպատակը, որ երբ ուզենան, որ հեռուստաընկերությունը կլինի, իրենց դուրը չգա, ինչ որ մի հատ բառ այսպես կվերցնեն։ Արցախ բառը մենակ կարան ասեն դա պատերազմի քարոզ է, օրինակ։ Հա, որովհետև հիշում ես այն օգոստոսի 8-ի բանի մեջ, ինչ էր, էդի երկկողմ եւ հրտայության, հա, թղթի մեջ այդպիսի բաներ էին նախատեսվում, որ երբևէ պիտի նպատակներ չունենա։ Ոնց ուզեն, նենց էլ կմեկնաբանեն, այսինքն օկուպացիա ռեժիմի երբ ուզեն, որ հեռուստաընկերությունը ուզեն կփակեն։ Ու սա շատ վտանգավոր նախադեպ է, թեև դե այս իշխանության կողմից արդեն ոնց որ թե այսպիսի բազմաթիվ նախադեպեր կան։ Պրոստը տեղեկացնենք, որ նման նախագիծ կա։ Իմացեք, որ հա,